Փաստորեն տնօրենն ասում է ինքն է որոշումը կայացրել։ Իսկ ուրիշ կարծիք կա դրա։ Ես տնօրենի արտահայտություններին չեմ փորձի զուգահեռներ տանեմ, բայց շեշտը դնենք այն մտքի վրա, այն ասացի վրա, եթե դպրոցի տնօրենը պատասխանատվություն է վերցնում իր վրա, ինչ չափերով որ իրենք կասեն, որպեսի նկարները լինեն ու ազգային հերոսների եւ գյուղի մասնակիցների նկարները, որ պետք է փակցվեն, սենց հանրային կերպով մենք պայմանավորվենք, Ատենց կսարքենք, էլի մենք մեր միջոցներով կպատրաստենք, կնվիրենք դպրոցին, ստեղ էլի եմ ես կրկնում, ինչպես ներսը ասեցինք, դպրոցի տնօրենի վրա ողջ պատասխանատվությունը պետք չի թողնել, քանի որ լավ հասկանում ենք, որ այդ քաղաքական որոշումների հետևանքներ են, ու նաև բոլոր հարվածը դպրոցի տնօրենը վերցնում է իր վրա, գյուղում բոլորն էլ հարգում են մեր տնօրենին, ներառյալ ես ու մնացած մասնակիցները։ Դրա համար իր ասածներին ես չեմ փորձելու հակադարձեմ, այլ գնանք կոնսենսուսի ինքը չափերը կտա, պարոն Վեզիրյանը, մենք կպատրաստենք Հայաստանի եւ Արցախի ազգային հերոսների նկարները, չէ՞ ընկեր Վեզիրյան։ Այո, ոնց որ միշտ եղել է։ Ոնց որ միշտ եղել է։ Գյուղի մասնակիցների նկարները կբերենք եւ այդ ինչպես նշեց, որ մեծ են պատրաստել, այդ պատրաստվածները արդեն գյուղի մշակույթի տանը տանենք այնտեղ։ Ունեք պայմանավորվածություն մշակույթի տան հետ են։ Համայնքապետարանի հետ ես չեմ խոսել, այդ արդեն կփորձենք հետագայում հասկանալ ու նաև ֆիքսենք այն, որ եթե парքի անկյունը այդ լինում է, այդ ժամանակ հասկանանք քաղաքական ղեկավարությունը թողելու է թե ոչ։ Այսինքն դուք մտահոգություններ ունեք, որ այնուամենայնիվ թույլ չի տրվելու։ Ոնց է թույլ չեն տվել, նենց էլ են թույլ չեն տալու, էլի։ Ուղղակի այստեղ ողջ ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը ընկնում է դպրոցի տնօրենի վրա, որպեսզի եւս մեկ անգամ եմ նշում, ճիշտ հասկանանք, ինքը երկու քարի արանքն է, գյուղի բնակիչների ցանկության, մեկ էլ քաղաքական ղեկավարության որոշումների։ Այս մարդը բարոյական բարձր որակներ ունեցող մարդ է, շուրջ 10 տարի արդեն կլռանա շուտով մեր դպրոցի տնօրենն է, մենք իր հետ անձնական ու այս հարթության վրա ոչ մի տիպի խնդիր չունենք։ Այսինքն դուք հասկանում եք, որ անկախ տարերից պատասխանատուն է։ Միանշանակ դա բոլոր հարվածը պարոն Վեզիրյանը վերցնում է բոլոր հարվածները իր վրա, ես դա ընդունում եմ, գնահատում եմ ու իր հետ ոչ բանավիճելու, ոչ էլ զուտ կոնսենսուսի կգնանք, ինքը ոնց կասի, պատին որտեղ պետքա փակցվի, մենք իր ցանկությամբ կշարժվենք։ Քանի որ ինքը մեր դպրոցի տնօրենն է, մեր սերունդը դաստիարակողների գլխավորն է, ոնց կորոշի, տենց կանենք, եթե նկարները լինեն, էլ եմ ասում։ Վերջ։ Մի բան եմ ուղղակի ուզում հարցնել, դուք որ մտաք, ասենք, դուք այդ պահը որ տեսաք, ոնց օրինակ գնահատեցիք։ Ես օրինակ եթե այդ ներս մտցնելու պահը, եթե ես տեղ լինեի, իհարկե դա իմ մեղավորությունն է, որտեղ ես քաղաքում չէի։ Իսկ ինչքան ժամանակ է այստեղ դրված։ Համենը երեկվանից հասա։ Երեկվանից հենց առավոտյան մտել ենք ու այդ առաջի տպավորությունը շատ լավ էր, որովհետև միանգամից եւ հերոսները եւ այդ ամեն ինչը մեր աչքի առաջ էր, բայց որպես ասենք դպրոցի ես չեմ գտնում։ Բայց տեսեք, այստեղ ասում էին, որ նախկինում եղել է այդպիսի անկյուն, վերանորոգումից հետո ընդհանրապես չի վերականգնվել։ Ավելին Արցախյան կարծես թե առաջին պատերազմի մասնակիցների լուսանկարները այստեղ ասում էին հարևանությամբ այնտեղ չեմ ուզում ասել, էլի աղբակույտի է վերածվել, ասացին։ Աղբակույտի չի, այնտեղ մենք ոչ մի տարած չունենք, ոչ մի նկուղային հարկ, որտեղ կարողանանք ոչ էլ պահեստ, որտեղ կարողանանք ուղղակի այնտեղ այդպես ահավոր վիճակ չի այդ նկարների հետ, նրա այդ նկարները պետքա վաղուց վանակարան պետքա փոխվեր։ Դա պլանավորված է, այդ ամենը պետքա արվեր։ Բնակիչը, որ դիմեց ինձ այդ հարցով, ես ուղղակի համաձայնվեցի, քանի որ պատեն, եթե մենք հիմա պատտվենք ամբողջ դպրոցով մի նկար կամ ինչ-որ մի բան չենք տեսնի պատերին փակցված։ Նոր հիմնանորոգված դպրոց է ու մենք Քան ժամանակ է հիմնանորոգվել։ Նոյեմբերի 15-ից ենք տեղափոխվել։
նոյեմբերի 15-ից տեղափոխվել ենք, ընթացքում անընդհատ մաքրման ու աշխատանքներ են կատարում, որտեղ դպրոցը երկու հերթ է։ Կներեք էլի, որպեսի ճիշտ հասկանանք համ քայլերի աջորդականությունը պետք չի հարվածի տակ դնել դպրոցի տնօրենին, սա Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակ է, քաղաքական որոշումների հետևանքով ու մեր դպրոցը ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Դրա համար մեր խնդիրն է, որ նկարները լինեն, ոչ թե բոլոր պատասխանատվությունը դնենք դպրոցի տնօրենի վրա։ Դպրոցի տնօրենը քաղաքական ղեկավարության հրամանները կատարողն է դպրոցում։ Ուստի եւս մեկ անգամ պետք չի պատասխանատվությունը ծանրացնել տնօրենի վրա։